Գիտեք, երբ ամեն անգամ մեկնաբանություններ եմ կարդում, թե ինչպես ենք մենք ճամբաների բաժանվել եւ իրար պիտակավորում հեթանոսներ, աղանդավորներ կոչումներով, իրար հայհոյում, պատրաստ իրար կոկորտ կրծել, ոչնչացնել միմյանց, մի շատ կարևոր հարց ինձ մոտ առաջանում։ Եվ ուզում եմ այդ հարցը ձեզ էլ տալ եւ դուք էլ մտածեք։ Աշխարհում շատ քրիստոնեական երկրներ կան։ Մենք ճամփորդում ենք, մենք ուսումնասիրում ենք իրենց մշակույթները։ Նկարվում ենք իրենց անցյալի ոչ քրիստոնեական վկաների շուրջ, հպարտանում ենք, հիանում ենք, կիսվում ենք նկարներով մեր սոցհարթակներում, եւ այդ տաճարները ոչ մի կերպ չեն խոչընդոտում իրենց քրիստոնեական արժեքներին, իրենց արժեհամակարգին, իսկ ինչպես պատահեց, որ հիմնահատակ ոչնչացվել են հայոց բոլոր տաճարները, բոլոր կոթողները, որոնք որ մեզ կապում էին կամուրջով մեր անցյալի հետ։ Ինչով էին մեզ խանգարում մեր տաճարները։ Չէ՞ որ աշխարհում կան օրինակներ, որ քրիստոնյա կարելի է լինել անգամ տաճարները պահպանելով, հնագույն կոթողները պահպանելով։ Իսկ հիմա մյուս կարևոր հարցը։ Մենք գիտենք, որ պատմությունը միշտ ծառայել է ժամանակի ուժեղների շահերին։ Իսկ գուցե պատմությունը մեզ այնպես չի հասել, ինչպես որ պետք է հասներ։ Իսկ գուցե մեր տաճարները ավելին են փոխանցում, քան մենք տեղյակ ենք։ Իսկ եթե մենք փորձենք այլ աչքերով նայել, գուցե այնպիսի տիեզերական խորության գիտելիքներ մենք գտնենք, վերագտնենք եւ մեր թիկունքը նորից ուղղվի եւ մենք բարձ աչքերով փորձենք արդ կկարողանանք իրար աչքերի նայել, այս ատելությունը դուրս կգա։ Ինչ եք կարծում։ Գուցե դադարենք իրար հայհոյել եւ փորձենք սովորել, փորձենք ուսումնասիրել հայոց ոսկեղենիկ գիրը։ Ուղղագրություն ուսումնասիրենք, փորձենք հայերեն գրել լատինատառի փոխարեն։ Եվ գուցե մեր հայերենն էլ մեր արթնացնի, շատ կոդեր փոխանցի, որը նույնպես կուղի մեր ողնաշարը, սիրելի ընկերներ։ Եկեք մենք փորձենք մեր անցյալին այլ աչքերով նայել, որովհետև առանց անցյալ չկա ներկա եւ գոյություն անգամ չի կարող ունենալ ապագա։ Եվ երբ մենք մտածում ենք, չէ, այն հարցի շուրջ, թե ինչու ենք մենք 100 տարի մեկ ոչնչացվում, ցեղասպանվում, իսկ գուցե պատճառներից նաեւ ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մենք մեր անցյալը չենք ընդունում, որ մենք շղթում ենք մեր գոյության արմատներ, ակունքներ, ինչից որ սկսվում է մեր զորությունը։ Սիրելի ընկերներ, եկեք այլ աչքերով նայենք մեր մշակույթին, չբաժանենք, չպիտակավորենք, չտեսակավորենք, այլ այսպես խոնարհումով ընդունենք այն ամենը, ինչ մեզ փոխանցել են մեր նախնիները, որովհետև իրենք շատ խորքային են նայել աշխարհին, իրենք հստակ ժամանակ են չափել, իրենք աստղային երկինքն են ուսումնասիրել եւ փորձել այդ գիտելիքները տարածել ամբողջ աշխարհում։ Եվ հավատացնում եմ, որ մենք կուղվենք, մեր թիկունքը կուղվի, մեր ողնաշարը կուղվի եւ այս ատելությունը, այս ալիքը, որ սերնդեսերունդ փոխանցվում է, ժամանակի ընթացքում կչեզոքանա։